Սիրով ողջունում եմ ձեզ իմ շատ սիրելի բաժանորդներ ջան։ Ուրեմն այսօր միասին պատրաստելու ենք անչափ համեղ կոտլետներ։ Սոխը հենց այնպես չենք անցկացնելու մսաղացով, այլ մի փոքր տապակելու ենք բուսայուղի մեջ։ Սա ունի իր նշանակությունը, այս կերպ տապակած հետո նոր մսին ավելացրած սոխը չի հաղորդում կողմնակի տհաճ համեր, այն որ ոչ ոք չի կռահի, որ դուք կոտլետ եք համ տեսել։ Կոտլետները հավի մսով եմ պատրաստելու, վերցրել եմ մի փոքր հավի ազդրամիս և հավի կրծքամիս։ Կարող եք վերցնել ամբողջական հավ և օգտագործել միայն փափուկ հատվածները, կարող եք վերցնել միայն հավի կրծքամիս։ Չոր չի լինելու այս տարբերակով, հավատացեք։ 300 գրամ սոխ 1 կիլոգրամ մսի համար և մի փոքր բուսայուղ եմ անում ու ուղարկում եմ տապակվելու։ Մինչև թեթև ոսկեգունելը։ Որպեսզի աշխատանքը լինի շատ զուգընթաց, մենք շարունակենք պատմությունը դդմիկների հետ։ Դդմիկներից միայն երկու կողմներն եմ հեռացնում, եթե կան անառողջ մասեր, միայն դրանք։ Շատ լավ, որից հետո անցկացնում եմ խոշոր քերիչով։ «500 գրամ դդմիկ մեզ պետք եկավ, մի փոքր, ասենք կես թեյի գդալի չափով աղ եմ ավելացնում դդմիկների վրա, մի փոքր խառնում եմ և կողք եմ դնում, մինչ պատրաստ կլինեն մնացած բաղադրիչները։ Ուրեմն աղ անելով մենք դուրս կբերենք դդմիկի միջից ամբողջ, կարելի ասել, հեղուկը, որը այս դեպքում շատ է խանգարում։ Սա կողք եմ դնում, չենք մոռանում սոխի մասին։ Մեկ այլ տարայի մեջ կավելացնեմ պաքսիմատ, 3-ից 4 ճաշի գդալ։ Ես միշտ սառցախցիկում պատրաստի պաքսիմատ եմ արդեն պահում, որ ինքս եմ պատրաստում իհարկե, որպեսզի հեշտ լինի։ Տեսեք, վերցրեցի պաքսիմատը, ինքը արդեն այսպես չոր ու մանր վիճակում է և շատ արագ կլանելու է իր մեջ այնքան ջուր կամ կաթ, որ դուք կառաջարկեք, որպեսզի ստանաք ճիշտ խտություն, էլ կարիք չի լինում այս դեպքում, հացը թրջել, հետո քամել, հա, այսպես ավելի ճիշտ է և հարմար։ Պահում եմ սառցախցիկում, որպեսզի ավելորդ համ հոտ չվերցնի իր մեջ, չփչանա։ Պետք է լինի այսպես խիտ դոնդողատիպ զանգված, ոչ ջրիկ։ Սա բավական է։ Մեզ հարկավոր կլինի նաև 1 կամ 2 ձու նայած մեծության, դուք կասեք միգուցե ավելորդ է ձվի օգտագործելը կոտլետների մեջ, բայց այդպես չէ, կոտլետների մեջ ձուն և պաքսիմատը նրա համար են, որպեսզի կոտլետը լինի հյութեղ, քանի որ ձուն պատում է միսը և միսը հյութեղ է մնում։ Այստեղ սոխն էլ է պատրաստ, տեսեք, ուրեմն էլի եմ կրկնում, սիրելիներս, ոչ ոք չի կռահելու սոխի պատճառով, որ դուք կոտլետ եք համ տեսել, էլ չգիտեմ ոնց բացատրեմ։ Լավ, սա էլ եմ աղում և շարունակում ենք։ Հիմա այստեղ եմ ավելացնում նաև թրջած պաքսիմատը, հետո ջրքամում եմ դդմիկը, տեսնում եք ինչքան հյութ է այն դուրս գցում, սա հարկավոր չէ, բայց ասեմ, որ դդմիկով հավի մսով կոտլետները շատ համեղ են, այնպես որ օգտվեք տարվա բարիքներից և պատրաստեք ամեն ինչ այդ սեզոնին համահունչ։ Տեսեք հələ ինչքան հեղուկ է դուրս եկել։ Ուրեմն, եթե չկա դդմիկ, կարող եք նաև ցուկինի օգտագործել։ Ոչ մի տարբերություն։ Ձուն եմ կոտրում։
Համեմունքներից մի փոքր կարմիր պղպեղ եմ ավելացնում, կես թեյ գթալ ասենք, պետք չի շատ ավելացնել, կարմիր պղպեղը մի փոքր այսպես ճաշի համ է հաղորդում եւ այդքան էլ լավ չէ, որ գույնը փոխում է։ Մի փոքր էլ սև պղպեղ եմ ավելացնում։ Ոչ մի սխտորի փոշի, ոչ մի բան այս դեպքում չենք ավելացնում, ոչ խմելի սունելի, ոչ մի բան, դրանք այն որ համերը բլոկ են անում եւ չգիտեմ, աղցանի համ է գալիս։ Աղ ենք անում իհարկե եւ աղի հետ զգուշ ենք լինում, քանի որ տապակվելու ընթացքում ջրար զրկվելիս կոտլետները ավելի աղիանում են։ Այնպես որ մի փոքր զգուշ ենք լինում աղի հետ։ Դե հիմա մի լավ այս ամենը հունցում եմ, խառնում եմ, չեմ հարվածում, չեմ ծեծում, ուղղակի մի լավ խառնում եմ։ Ահա Ասպես Խորհուրդ չէի տա միայն ազդրամսով պատրաստել կոտլետները, քանի որ շատ թույլ է ստացվում խճողակը եւ հնարավոր չէ այն կառավարել հետո։ Բայց եւ այնպես, եթե ջրիկ է ստացվում եւ հնարավոր չէ ոնց որ տեսքի բերել, կարող եք էլի մի փոքր պաքսիմատ ավելացնել, կարող եք մանի ավելացնել, ահա տեսեք, այսպիսի ընտիր խճողակ ունենք, մեզ մնում է տապակել, սա կարող եք նաև ուղարկել սառցախցիկ, հետո տապակելու համար, բնականաբար թրջում եմ ձեռքերս, քանի որ հավի միսը կպչում է, տեսեք, վերցնում եմ մոտավորապես այսպես լավ ճաշի գթալ, շատ չեմ տափակեցնում, դնում եմ պաքսիմատի մեջ, երկուսը այսպես կձևավորեմ, հետո պաքսիմատի մեջ մի հատ էլ կուղեմ, ոչ մի խնդիր, Ես եթե կլոր տարբերակն եք նախընտրում, ավելի հեշտ է, վերցնում եք էլի նույնքան խճողակ, այսպես էլի կլորացնում եք, և այս կլորը այսպես ձեռքի մեջ տեղափոխելով, հարվածելով, անմիջապես ձևը վերցնում է։ Հիմա որպեսզի պաքսիմատը չկեղտոտեմ, ես սրբում եմ այսպես ձեռքերս, թղթեղան ձեռոցիկով և շարունակում եմ աշխատանքը, տեսեք, շատ լավ։ Արդեն պաքսիմատով հեշտ է կառավարվում։ Վերջ։ Տապակը տաքացել է, մեջ ավելացրել եմ բուսայուղ, այնպես որ ծածկի մակերեսը և մի փոքր էլ ավել։ Եթե բուսայուղը քիչ է լինում, կոտլետները ընդհանրապես լավ չեն տապակվում։ Դնում ենք կոտլետները։ Ցածրացնում եմ, որպեսզի անմիջապես չայրվի և ներսից էլ լավ տապակվի։ Ասեմ, որ կափարիչ չեմ դնելու։ Կափարիչ ենք դնում, սկսում են շոգեխաշվել, հյութ արտադրել և տեսքից էլ են չի։ Հենց տեսնում ենք տակից վարդագունել է, սուր ենք տալիս, տապակում ենք մյուս երեսից։ Տեսեք ինչքան անուշ ոսկեգույն երանգ ունեն կոտլետները, ներսից շատ փափլիկ են լինելու և անչափ համեղ։ Երկու կողմից հավասարաչափ տապակեցի մարմանդ կրակի ներքո, սիրելիներս, դա տևեց մոտավորապես կես ժամ ինձ մոտ և ես դուրս եմ բերում։
Ահա, տեսեք, ինչ ընտիր կոտլետներ են։ Կրակը շատ բարձր չանեք, իհարկե, մարմանդ կրակի ներքո կտափակեք, որպեսզի չայրվեն եւ այսպիսի գեղեցիկ ոսկեգույն խրխրթան կեղև կապեն, չեք պատկերացնի ներսից ինչքան հյութեղ փափլիկ կոտլետներ են։ Եվ ասեմ, որ սոխը կոտլետների մեջ, որ նախապես տապակում ենք, հետո տանից եւ մեր վրայից կոտլետի հոտ չի գալի։ Այ կարելի ասել էֆեկտներից մեկը հենց նաեւ դա է։ Մի հատ ես դες բաց չեմ թողնի, միջև մի լավ համտեսում չկազմակերպեմ։ Այստեղ ունեմ այսբերգ տեսակի կաղամբ, շատ համեղ է, այս տեսակ կաղամբով բուտերբրոդներ պատրաստել, շաուրմա կլինի, չգիտեմ, ցեզար աղցանը կլինի, ինչ որ է։ Հիմա հարմարության համար մի փոքր այսպես մանրացրեցի, որպեսզի իմ լավաշի մեջ մի քիչ ավելացնեմ, եթե ձեռքիս տակ ունենայի բուրգերի համար նախատեսված հացեր, դրանցով էլ շատ համեղ կլիներ, շատ կծու պղպեղ եմ վերցնում, սա դե իհարկե սիրողական է, ես որ կծու շատ եմ սիրում, հետո լոլիկ, լոլիկն էլ էլի շատ համեղացնում է, նյութեղ բուտերբրոդ ենք ստանում, ժամը քանիսն է Լիլիա։ 11 11-ն է։ Այսքան երկար ենք մնացել այսօր խոհանոցում։ Տեսեք, վերցրել եմ նաև մարինացված վարունգ։ Ես եմ մարինացրել, շատ համադրվում է մարինացված վարունգը նման ուտեստների մեջ։ Նաև մի փոքր սոխ կդնեմ։ Բալիկները շատ են սիրում նմանատիպ բուտերբրոդներ, պես որ հաճախ եմ պատրաստում։ Մի փոքր սոխ եմ դնում ու կոտլետը։ Մեկ ինչ հյութեղ է։ Մի փոքր էլ կեչուպ կանեմ, կոտլետի հետ շատ է համադրվում։ Սա ճիշտն ասած կազմակերպում եմ նաև համտեսումը հենց այն մտքով, որ միգուցե դուք էլ այսպես անեք, ու եթե ինչ-որ չուտող երեխա ունեք տանը, նրանք կարծում եմ այս կերպով պետք է որ ուտեն։ Վերջ, մեջտեղից կիսեմ, տեսեք։ Ինչ ունեցանք։ Հայավարի պետք է ասեմ շատ համովա է, իրոք շատ համովա։ Մի հատ էլ այսպես ցուցադրեմ։ Համովա ու հագեցնող։ Այսքանը շնորհակալ եմ, որ ինձ հետ եք եւ որ այդքան դրական եք։ Մինչ նոր շատ համեղ հանդիպումներ։